Լարսի անցակետի 4 կայանատեղիներում միայն հայկական բեռնատարներ են կանգնած։ Վրաց-ռուսական սահմանին արգելափակված բեռնատարների վարորդներից մեկն ասում է, որ ավելի քան 40 օր է կոնյակով բեռնված իր մեքենան տեղից չի կարողանում շարժել։ Փորձաքննության են ենթարկում ապրանքը։ Կոնյակով ապրիլի 15-ից ընդեղ պահած է աղբեր։ Երկու մեքենայով գնացել ենք, մեկը իմն է, մեկը ընկերոջինս է աղբեր։ Այդպես գնացել ենք ընդեղ, ասել են, որ բան է, էքսպերտիզա են ուղարկում։ Վարորդը, որ ցանկանում է անանուն մնալ, պատմում է, որ կոնյակը ռուսները փորձաքննության ենթարկել են, բայց միևնույնն է թույլ չեն տալիս իրենց հատել սահմանը։ Վարորդի խոսքով իրեն ասել են, թե կրկնակի փորձաքննություն պետք է անցնի հայկական ապրանքը։ Դատարկ է բարձել են, այդ մարդիկ նորից կանգնում է։ Ասում ենք, այսինքն ոնց նորից կանգնում է, բա պասպորտի էքսպերտիզա է։ Մեքենան թողել է Լարսում, ինքը վերադարձել Հայաստան։ Երկու մեքենա ունի, որոնցով Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ բեռներ է տեղափոխում։ Մեկ շաբաթ առաջ 9 տոննա ելակով բեռնված իր մյուս մեքենան են ռուս մաքսավորները հետ ուղարկել ֆիտոսանիտարական նորմերին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։ Հետ են ֆրցրել։ Պատճառաբանություն ասել են, ասել են, որ ֆիտո չի անցնում։ Հետո արդեն պարզ դրել են սանքցիա կա, այսինքն ջերմոցային ապրանքները սպայն ասել են, որ սանքցիա է։ Մեքենան այլազգի մեքենաները, որը իհարկե որ հայկական բեռ չի բարձած, Հայաստան չի գնում։ Այդ մեքենաները լրիվ սվաբոտնի հետում էին։ Ինչու է հայերի նկատմամբ ռուս մաքսավորների վերաբերմունքը կտրուկ փոխվել, ռուսների պատասխանը ցնցել է վարորդներին։ Տամոժնիկ ասես ախտերի չա կատարում, էլի ասենք չեք սենց վերաբերվում տամոսել ծանում, սրտիկ անում։ Պարզ պրյամո ասում է, գնոպեն էդի Փաշինյանի մոտնա ոշեմ արցես տալի, ասում է գնա Փաշինյանից արցրա։ Լարսում անորոշության մեջ հայտնված հայ վարորդներին ըստ մեր զրուցակցի ռուսական կողմից ակնարկել են, որ շուտով ռուսական հեղուկ գազի ներմուծումը Հայաստան հնարավոր է արգելվի։ Էդգար Ղուշչյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։